Աննազան, խնդրեմ։ Որ թյուրընկալում չլինի, երբ հարց ուղվեց, դուք նշեցիք, որ արկա քարտերով հետ կվճարվի 2%, ճիշտ է։ Հիմա հանրության մոտ հարց կառաջանա, արկա քարտ ինչ է նշանակում, քարտ, որի վրա գրած է արկա, թե քարտ, որի վրա նաև գրած է Master քարտ, Visa քարտ եւ այլն։ Արկա քարտը այն քարտն է, որի վրա գրած է արկա։ Լինում են եւ եղել են նաև քարտեր եւ կլինեն նաև քարտեր, որտեղ համ գրած է արկա, համ գրած է Visa։ Դրանք նույնպես կհամարվեն արկա քարտեր։ Բայց կարծում եմ, որ այս դետալները ավելի ճիշտ կլինի, որպեսզի արքայի գործընկերները իրանք ճիշտ կոմունիկացիա անեն, որպեսզի թյուրըմբռնում չլինի, բայց արքա քարտ համարվում են այն քարտերը, որոնց վրա գրած է արքա։ Չէ, տարով չի լինելու, հետ վճարը մարդիկ ստանալու են շատ շուտ, այսինքն իրանց կատարած գործարքների կամ նույն օրը կամ այսինքն ամսվա ամփոփման ժամանակ այդ մեխանիզմները հիմա ճշգրտվում են, թե ինչ ձևով պետք է անենք, որպեսզի անվտանգությունը եւ թափանցիկությունը այս գործարքների կարողանանք ապահովել։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես էլ իմ կողմից առաջարկում եմ, որ արքա համակարգի ներկայացուցիչներին հրավիրեն ազգային ժողով գան ընդհանուր առմամբ ներկայացնեն, որովհետև այնտեղ նաև բարեփոխումներ են տեղի ունեցել, ինչ որ վճարաշվարկային համակարգի QR կոդերով եւ այլնով, լավ կլինի, որպեսզի պատգամավորներն էլ տեղյակ լինեն։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, կարծես ձեզ այլևս հարցեր չկան եւ ես նախագահությունը հանձնում եմ պարոն Թունյանին, խնդրեմ։ Շնորհակալություն, հարգելի գործընկերների, մենք չերթականության մեջ փոփոխություն կանենք ու առաջինը զեկույցի համար հրավիրում եմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հարապետյանին, խնդրեմ պարոն Հարապետյան, ու եկեք բան անենք, էլի, քանի որ մեր մոտ գերատեսչությունները շատ են, որ ժամանակի մեջ տեղավորվենք, խնդրում եմ ռեգլամենտով շարժվենք առաջ